Պարոն Ֆարմանյան արդեն հայտնի է, որ բանակի ֆինանսավորումն է կրճատվել, զինծառայության ժամկետը պարտադիր դարձել է 1.5 տարի, բայց դրոշմանիշային վճարները շարունակվում են։ Դուք խոսել եք այս մասին, կուզեի մի քիչ ավելի բացված խոսեք, ինչ անել, ինչու է այդպես։ Խոսքը վերաբերում է հետևյալին. 2017 թվականից Հայաստանի Հանրապետությունում հարկատուների ուսերին դրված է մեկ վճարի տեսակ, ի թիվս ստանդարտ հարկատեսակների, որը կոչվում է դրոշմանիշային վճար։ Այդ վճարները ուղղվում են բանակի հիմնադրամին զինծառայողների կարիքների բավարարման նպատակով։ Հիմա ինչ է տեղի ունենում, 26 թվականի բյուջեով նախատեսվում է 101.5 միլիարդ դրամով կրճատել բանակի ծախսերը, զուգահեռաբար բանակի զինծառայության ժամկետն է կրճատվում 6 ամսով, բայց դրոշմանիշային վճար կոչվածը անարդարացի կերպով չի վերանայվում, որը հատկապես միկրոբիզնեսի ուսերին դա հսկայական հարկային բեռ է համարվում, եւ եթե սկզբում ֆիքսված թիվ էր գանձվում յուրաքանչյուր աշխատողից, դա մոտավորապես 1500 դրամ էր, այժմ կախված աշխատավարձի չափից այդ թվերը տարբեր են, մինչև 15000 դրամ դրոշմանիշային վճար են վճարում տնտեսվարող սուբյեկտները իրենց աշխատողների համար, նայած ով ինչքան աշխատավարձ է ստանում, եւ ես խոսել եմ այդ մասին, որ սա արդարացի մոտեցում չէ, եթե կրճատում ենք բանակի ծախսերը, զինծառայության ժամկետը, հետեւաբար սա պետք է վերանայի եւ առաջին հերթին պետք է միկրոբիզնեսի ներկայացուցիչների ուսերից այդ հարկային բեռը հանվի։ Առաջին հայացքից դա կարող է թվալ մանր գումար կամ փոքր թիվ, բայց դա հսկայական բեռ է հարկատուների ուսերին եւ արդարացի չէ։ Ես այդ մասին եմ խոսել, որովհետեւ դրանք զուգահեռ մեկը մյուսի հետ կապ ունեցող երևույթներ են, այսինքն եթե բանակի ծախսերը կրճատվում են, եթե բանակի ժամկետը կրճատվում է, հետեւաբար այդ գումարը նախկինում ինչքան որ պլանավորված էր զինծառայողների կարիքների համար, այժմ արդեն արդիական չի։ Եվ դա ենթակա է վերանայման իմ կարծիքով։ Իսկ հնարավոր է դուք մշակեք ինչ-որ նախագիծ կամ գրավոր կերպով դիմեք, այս ձեր մտահոգությունների մասին, ձեր բարձրաձայնած խնդրի մասին իշխանությանը։ Առայժմ այդ մասին չենք մտածել, հնարավոր է, ինչու ոչ։ Իսկ հանդիպել եք այդ գործարարների հետ, փոքր միջին բիզնեսի տնօրենների հետ, քննարկել եք հարցը, իրենք դժգոհություններ հայտնել։ Առայժմ ոչ, դա չոր հաշվարկ է, չոր տրամաբանություն եւ ակնհայտ է, որ դա խնդրեմ է եւ ոչ թե այստեղ ավելի շատ միջին, խոշոր կամ թեկուզ նաեւ առանձին միջին բիզնեսի ներկայացուցիչների համար է խնդիր, այլ հատկապես կրկնում եմ միկրոբիզնեսի ներկայացուցիչների, որոնք ընդհանրեն ունեն 2-3 աշխատատեղ կամ մինչեւ 5 աշխատատեղ եւ այդ սուբյեկտների համար սա լրջագույն խնդրեմ է այն պարագայում, երբ հարկային պայմանները վատթարացել են Հայաստանի Հանրապետությունում։ Նախորդ տարվանից ուրեմն այդ փոքր միջին բիզնեսի համար հարկերը կրկնապատկվել են եւ այս պարագայում անարդարացի կերպով չվերանայել նաեւ դրոշմանիշային վճարների համակարգը դա ճիշտ չի իմ կարծիքով։ Ինչ ազդեցություն դա կունենա, ասենք կառավարությունը լսեց, հանեց այդ հարկը, որևէ էական ազդեցություն կունենա նրանց հարկային։ Առաջին հերթին նմանատիպ հարցերը ունենում են սոցիալական ազդեցություն, այսինքն խնդիրը ոչ թե միայն ֆինանսականն է, այլ նաեւ սոցիալական, որ մարդը կապված լինի իր հողին, չարտագաղթի։ Բազմաթիվ մարդիկ հենց նմանատիպ խնդիրների պատճառով համարվում են պոտենցիալ արտագաղթողներ մեր երկրում ցավոք սրտի եւ փոքր հարկերը, փոքր վճարները, որոնք իրենց համար հսկայական բեռ են, բայց թվացել կարող է ուրիշների համար, խոշոր բիզնեսի համար դա չնչին գումար թվա, բոլոր դեպքերում նմանատիպ քայլերով, այսինքն արդարացի նմանատիպ քայլերով, որի մասին ես խոսեցի, դա կխթանի, որպեսզի այդ ոլորտի ներկայացուցիչները չարտագաղթեն Հայաստանի Հանրապետությունից։ Առաջին հերթին դա եմ ես կարևորում։